Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Лебо. Экзотика Америки. Дыхание Африки. Магия Азии. Кофе из лучших кофейных регионов мира. Лебо. Кофе 3 континентов. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այսօր այցելել ենք 3 եղբայրների կողակիցների, որպեսզի հասկանանք որքան համերաշխ է մթնոլորտը եւ ինչ են նրանք պատրաստելու մեզ համար։ Բարև ձեզ Սուսաննա, բարև ձեզ Մերի, բարև ձեզ Նունե, ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք։ Ինչպես է տրամադրությունը, ինչպես է օրը, ինչպես է սկսվել։ Հիանալի։ Եվ քանի որ Նունեն հանդիսանում է նախաճաշերի թագուհին, ես ուզում եմ հասկանալ, արդեն հասցրել եք որևէ տեսանյութ նկարահանել նախաճաշի հետ կապված, թե ոչ։ Դեռ ոչ։ Եվ այո, մեզ քաղցած պահել է, ինչ այս պահը։ Ձեր համար որ ամեն ինչ իդեալ է։ Շատ շնորհակալություն, մենք արդեն կամաց-կամաց սկսում ենք քաղցել եւ վստահ եմ երկար չեք սպասեցնի, դուք պրոֆեսիոնալ եք։ Սկսենք առանձին նվազման կարգով զրույցից։ Այո, հիերարխիա է մեզ մոտ։ Ինչու։ Ինչու, մենք ըստ տարիքի ունենք ավտորիտետ, մեր տեքրակինն է, ես միջնեք եւ մերին փոքր տեքրակին է, այսինքն մենք 3 հարազատ եղբայրների ընտրյալներ ենք։ Շատ լավ։ Նույն ինչով եք զբաղվում դուք, բացի իհարկե համացանցով գործունեություն ծավալելուց։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, խոհարար եմ, բայց երկու մասնագիտությամբ չեմ աշխատում այս պահին, զբաղվում ենք Ջանեզյանի զարգացմամբ, Ջանեզյան բրենդի։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Ջանեզյան բրենդը խնամքի միջոցներ է հայկական արտադրության, որոնք ամբողջությամբ բնական հումքից են պատրաստվում եւ մեծերի եւ փոքրերի համար են նախատեսված։ Տեսնելաբար ներկայացնում եմ կողքից։ Ում է պատկանում Ջանեզյանը։ Ջանեզյան բրենդի հիմնադիրի իմ ամուսինն է, մանկաբույժ Արթուր Ջանեզյանը, ի սկզբանե այդպես մանկական հղիների խնամքի միջոցներ էինք արտադրում, հետագայում ավելի ընդլայնվեցինք եւ տղամարդիկ ևս կարող են ընտանիքի բոլոր անդամները կարող են օգտվել։ Սուսաննա, դուք մասնագիտությամբ բժշկուհի եք, բայց այս պահին չգիտեմ ցավոք սրտի թե բարեբախտաբար չեք աշխատում որպես բժշկուհի։ Ինչու։ Իրական որոշումը շատ դժվար է կայացվել, որովհետև ես ավարտեցի համալսարանը, արձինատուրան ընտրեցի, դա էլ ավարտեցի, անցա վերապատրաստում։ Ընդունվեցիք եւ ավարտեցիք։ Բայց հասկացա, որ երևի նախ արձինատուրայի նեղ մասնագիտացման որոշումն է սխալ կայացրել, ինձ ոչ համապատասխան, ավելի շատ ամուսնուս հետ խորհրդակցելով հասկանալը որն է արդի, այդպես է ընտրություն կատարել, ոչ թե Ինչն է ձեր նեղ մասնագիտացումը։ Ռադիոլոգիա, ԿՏ, MRT, սոնոգրաֆիա։ Ավարտելուց հետո հասկացա, որ ես հոգեբանորեն, իհարկե բժշկի մասնագիտությունը այդպիսին է, բայց հոգեբանորեն հաշտ չէի, պատրաստ չէի, ամեն պացիենտ հետ ապրում էի, չէի կարողանում այդ ապրումները տուն բերել, շատ էմոցիոնալ էի։ Ու ամեն դիագնոզ եղել է նույնիսկ պացիենտի ներկայությամբ լաց լինել եւ այլն, ես հասկացա, որ ուղղակի ես էմոցիոնալ մակարդակով չեմ կարողանում հաղթահարել այդ ամեն ինչը։ Եվ հիմա ինչով եք սկսել զբաղվել։ Արձինատուրայի ընթացքում բլոգինգով էի սկսել զբաղվել, երբ COVID-ներ եւ ազատ ժամանակ շատ ունեի։ Դրանից հետո արդեն մեր Ջանեզյան բրենդի մարքեթինգի ղեկավարն եմ։ Հասկանալի է։
Մերի ձեր մասին որևէ տեղեկություն գտնելու միակ միջոցը Instagram-յան ձեր էջն էր, որտեղ գրված է, որ դուք արտիստ եք։ Հիմա խնդրում եմ ներկայացրեք, ինչն է ձեր արտիստի։ Իրականության բացարձակ չի համապատասխանում դա, մասնագիտությամբ իրավաբան եմ, ապագա։ Բա ինչու է արտիստ գրված ձեր Instagram-յան էջում։ Իսկ մանավանդ դրան կտանի, որ դրան էլ կհասնենք։ Դու այդպեսի ցանկություն ունես։ Այո։ Ինչ եք ցանկանում ինչով եք ցանկանում զբաղվել։ Սկսեմ Սուսիկենից այդ շարունակեմ։ Բլոգինգը դարձել է արդեն Այո։ Բլոգինգը կարելի է համարել արդեն արտիստիզմի միջուղ, հա, ճիշտ եմ հասկանում։ Միգուցե կարելի է ես։ Եկեք ես չպատասխանեմ ինչու, ոչ, ուղղակի այստեղ դնենք բազմակետ եւ անցնենք առաջ։ Շատ լավ։ Չէ, իրական լրիվ հասկանում եմ ինչու եք այդպես արձագանքում, որովհետև այնքան էլ այդպես չի, այդ հումոր էր։ Ես եմ ընկալում, որ բլոգինգը չի կարող, հա, այդպեսի ինչ որ ճյուղ համարվել, բլոգինգն էլ իր ոլորտում ուրույն տեղ ունի։ Դուք իրավաբան եք մասնագիտությամբ։ Այո։ Աշխատում եք որպես իրավաբան։ Դեռ ոչ։ Երբ եք աշխատելու։ Շուտով։ Որտեղ։ Ճակերտներն քիչ եմ ուզում բացեմ։ Լավ, շատ բարի։ Հաշտ եւ համերաշխ եք իրար հետ, թե դա ուղղակի շատ գեղեցիկ կաղապար եւ շղարշ է, որտեղ իրականում այլ բաներ են թաքնված։ Այնտեղից պիտի պատասխանենք։ Ցանկալի է, կարող եք մատները խաչել եւ խაფել մեզ։ Ինձ թվում է անհնար է այդքան կեղծել։ Ինձ թվում է մենք անկեղծ ենք։ Ինձ թվում է չէ, մենք անկեղծ ենք միանշանակ։ Դուք որքան ժամանակ է որ ամուսնացած եք։ 11 տարի շուտով կլինի։ 5։ Իսկ դուք Ամուսնացած չեմ։ դեռ ամուսնացած չեք, նշանված եք։ Դուք մոտ 6 տարի ապրում եք ձեր ամուսնու հետ եւ հայտնվեց արդեն նոր կին։ Ինչպես եղավ ծանոթությունը, ինչպես ընդունեցիք իրար, միանգամից սիրեցիք, թե սկսեցիք ուսումնասիրել, քննարկել ամուսնու հետ, բայց այդ աղջիկը հետո հայտնվեց Մերին արդեն, դուք երկուսով կարող էիք կոալիցիա կազմել նրա դեմ, բայց ինչպես հասկանում եմ, ամեն բան եղել է այլ կերպ։ Որտեղ է թաքնված գաղտնիքը, խնդրում եմ դա նշեք։ Գաղտնիքը իրականում մեր սկիզբից էլ է գալիս շատ բան, քանի որ ինքը շատ լավ կիսուր է ու մեզ այնպես է մեր հետ ընկերություն անում կարելի ասել, որ անհնար է պրոստը այդ ընկերական միջավայրը շփումը ուրիշ ծև լինի։ Կապ չունի թե քոր կանայք են, թե ընկերներ են, չգիտեմ։ Բայց դրանից ես էլ քանի որ արդեն մի 6 տարվա հարս էի, Սուսիկին հանդիպելու շատ եմ հավանել։ Հա։ Առաջին տպավորությունը կհիշեք, ինչն էր, որ շատ տպավորեց ձեզ։ Եվ մտածել ես չեմ խոսում ընդհանրապես, բայց հետո իմացա որ խոսկաներ, անկեղծ ասած։ Իսկ հիմա դարձել եք հազարան բլբուլ։ Այո, շատ եք Հիմա խոսում։ հերթ չի տալի ոչ մեկիս։ Հաշտեք, շատ հաշտեք, միանգամից ամեն բան։ Իրականում ես կարծում եմ, որ մենք երեքսեր այնպիսի մարդիկ ենք, որ եթե ինչ-որ բնավորության գծեր եւ այլն չհավանենք, դժվար կարողանենք ընկերություն անել, հարգել իրար բնականաբար, քանի որ հարազատ եղբայրների կանայք ենք, հարգանքը, եթե իրար նկատմամբ ոչ մի վատ բան չեն կարել, ինչու պիտի չլինի, բայց ընկերություն անելը ինքը աստիճանաբար է եղել, որովհետեւ հասկացել ենք, որ շատ ընդհանուր գծեր ունենք, ընդհանուր արժե համակարգ ունենք։ Ստացվեց։ Իրականում ընկերություն սկսել ենք անել ամուսնությունից մի քանի տարվա Հա, միանգամից չի եղել ժամանակի մտերիմ չենք դարել միանգամից։ Երևի թե Սուսիկի հետ մտերմություն շատ լավ մտերմություն սկսել է 2020 թվականից պատերազմի ընթացքում, երբ ամուսինս արտի դաշտում էր։ Այդ ժամանակ ավելի շատ մտերմացանք ու այդ մտերմությունը շարունակվեց։ Իսկ Մերին Ահա, իսկ Մերին Մերին մենք ավելի ինչ թվում է արագ է եղել մտածել։ Հա, շատ արագ եկավ ու դռները բացեց, ասաց ես փոքր տեխնիկին եմ այսուհետ։ Պետք է ինձ սիրեք։ Եվ սիրում եք եւ ոչինչ քննարկման ենթակա չէ ու դա հրաշալի է։ Հիմա անդրադառնանք այսօրվան։ Նշեցիք, որ արդեն քաղցում եք կամաց-կամաց։ Ինչ եք մեզ համար պատրաստելու եւ ձեզ համար պատրաստելու։ Որոշել եմ պատրաստեմ Դուք եք միայն պատրաստելու։ Ես կպատրաստեմ։ Ինչ կպատրաստեմ։ Ես կպատրաստեմ, իրանք կփորձեն ինձ օգնել։ Պատրաստելու ենք հավի կրծքամսով ռուլետ եւ երկու տեսակի աղցան։ Եվ ամբողջ պատասխանատվությունը դուք վերցնում եք ձեզ վրա, որակի պատասխանատուն դուք եք, ձեզ օգնում են նաեւ հարսիկները։ Այո։ Շատ լավ է։
Բայց ամեն դեպքում սա ձեր տունն է, Սուսաննա, ձեր օջախն է, եւ այստեղ բնականաբար պատրաստողի դերում ավելի շատ դուք եք լինում, թե օգնության է հասնում ձեզ Նունեն։ Ես հիմնականում չեմ լինում, ինձ մոտ մի քիչ դժվար է ստացվում պատրաստելը։ Ինչու՞։ Ավելի շատ չեմ ուզում ասեմ չեմ կարողանում, չի ստացվում, որովհետև վստահ եմ մեծ ցանկության դեպքում հաստատ կստացվի։ Պարզապես ամուսինս այնքան է սիրում պատրաստել, որ ինքը միշտ ասենց ասում ինչ համով բան կուզես սարքեմ, ես էլ համակերպվում եմ։ Ինչ համով բան եք սիրում, երբ Արթուրը ձեզ համար պատրաստում է։ Պատրաստումը շատ համեղ իշխան, դա իմ ամենասիրելին է։ Ստեյք է պատրաստում հիանալի պարզապես։ Մսային ուտեստներ շատ ենք սիրում մենք։ Բայց այսօր որոշեցիք հավի կրծքամսի ռուլետով մեզ կերակրել ճանապարհել։ Լավ, մսային է։ լավ, գնումներ ունենք կատարելու, ճիշտ է։ Մի երկու բան չենք հասցրել գնումներ անել։ Եվ դա շատ լավ է։ Ես առաջարկում եմ այս պահին դադարեցնենք նկարահանումը եւ գնանք գնումներ կատարելու։ Իդեպ որոշեք ով է գալու մեզ հետ գնումներ կատարելու, ամբողջ խմբով ենք գնում, թե ռահվիրային ենք վստահում։ Ռահվիրան իհարկե պիտի լինի։ Չգիտեմ, ուզում եք մենք էլ ուզում ես։ Մենակ չթողնենք, հա։ Հա, մենակ մի թողեք։ Երեքով ենք գնում։ Ամեն դեպքում։ Դե շատ լավ։ Եկեք գնանք գնումներ կատարելու։ Մեծ հարսի համաձայնությունը մինչև չեք ստանում, մի քայլ էսով մենք ում չի կատարվում։ Բլոգինգով մինչև հիմա չի զբաղվում, որտեվ չի հարցրել, մենք չգիտեինք։ Ճիշտ ասած չգիտենք։ Բացահայտում էր սա։ Թույլ եք տալիս։ Թող զբաղվի էլի։ Երիտասարդ կա դրա, միգուցե վաղը մյուս օր ձեզ կօգնի ավելի շատ, նոր մտքեր կգեներացնի։ Կմտածենք։ Մի անգամից շենքը, մի անգամից Միանգամից եկեք չասենք, էլի, հա։ Եկել ենք, մի ասեք, մի անգամից գնանք։ Գնացինք։ Սուսաննա, մենք գտնվում ենք ձեր տան դիմաց եւ ցանկանում եմ հասկանալ, սա այն հավաքատեղին է, որտեղ ամբողջ ընտանյոք հանդերձ լինում եք հաճախակի, թե ուղղակի այսօր նկարահանման համար է այսպես ստացվել։ Չէ, հաճախակի ենք, երեք էլ հենց հավաքվել էինք այստեղ։ Միասին սիրում ենք հենց մեր տանը ժամանակ անցկացնել։ Սա նորակառույց թաղամաս է, տունն էլ նորակառույց է, նույնիսկ կառուցման փուլում է այս ընթացքում գտնվում եւ ձեզ համար կային որոշակի խոչընդոտներ այստեղ տեղափոխվելիս, թե հարմարվել եք արդեն։ Չէ, իրականում կային իհարկե, բայց փորձում ենք հարմարվել, որովհետև տունը այնպես ենք սարքել, որ մեզ մաքսիմալ հարմար լինի, կոմֆորտ լինի, ու երբ տունը կոմֆորտ է, արդեն մնացած դժվարություններին այդքան ուշադրություն չենք դարձնում, ավելի հեշտ է։ Եթե ենթակառուցվածքների հետ կապված որևէ բողոքներ ունեք, հենց այս պահին խնդրեմ, տեսախցիկը ձեր տրամադրության տակ է, կարող եք բողոքել, իսկ եթե չէ, ուզում եմ հասկանալ ով է ձեզնից վարորդ։ Ես ու Նունեն վարում ենք այս պահին, Մերին էլ համոզում ենք, որ շուտով վարի։ Գնել եք նրա համար մեքենա արդեն։ Ոչ, հենց վարորդականը բերի։ Մենք բոլորս ականատես եղանք, որ դուք խոստացաք Մերի համար մեքենա գնել, ես վստահ եմ, որ նա ձեզ չի հիասթափեցնի, իսկ այս պահին առաջարկում եմ գնալ մեր մեքենայով, որովհետև նկարահանումը իրականացնելը մեր մեքենայով ավելի հարմար կլինի։ Համաձայն եք։ Դե խնդրեմ, տեղավորվեք։ Անցնում, հա։ Ընկերներ, դուք այն բացառիկ մարդկանցից եք, ովքեր նույնիսկ ետևում նստելու դեպքում ամրակապվեց։ Ինչով է դա պայմանավորված եւ դա ում հորդորն էր։ Իրականում ես եմ միշտ հորդորում, որ ամրակապվեն, կապ չունի, դիմացն է նստած, հետևում են նստած։ Ես կարծում եմ, որ անվտանգությունը ամենակարևորն է։ Լավ, եւ նաեւ ստիպում եք ձեր հասներին, որպեսզի ենթարկվեն ձեր կանոններին։ Ես դեռևս չեմ կարողանում հասկանալ ձեր նշած իերարխիայի պատասխանատուն ով է։ Ես հիմա բացատրեմ։ Խնդրում եմ բացատրեք։ Մի շեղեք ինձ։ Հետո նայեք, 3 եղբայր են մեր ամուսինները, մենք այդպես ըստ տարիքի ենք բաշխում, հա, մեծ հարց, միջնեկ եւ փոքր։ Բայց մեծ եղբայրը իմ ամուսինն է։ Ես տենց իրականում, քանի որ ավելի ուշ եմ ամուսնացել, տարիքով ավելի փոքր եմ, միջնեկ եմ դիրքավորվում։ Բայց իրականում մեծ տղայի հա կին է։ Ես եմ միջնեկ հարց լինելու։ Այդպես սողոսկում եմ, մեկ-մեկ ասում եմ, չէ, էլի իմ ասածը։ Խնդրում եմ։ Ով է ընտանիքի ներքին գործերի նախարարը եւ ով արտաքին գործերի նախարարը։ Ներքին գործերի նախարարը, ասենց էլ արի։ Նունեն է ներքին գործերի նախարարը, արտաքին գործերի նախարարը ես եմ։ Մեր տեղակալը։ Ում տեղակալը, շատ կարևոր է թե ում տեղակալը։ Մենք հաղորդման այս հատվածում մշտապես մեր հյուրերին տալիս ենք այս հարցը եւ դուք բացառություն չեք, խնդրում եմ յուրաքանչյուրդ առանձին նշեք, ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը ավելի լավը դառնար։
Ես սկսեմ երևի։ Դուք սկսեք Ես որպես բողոք ունեի էլի։ Զգացեք։ Ես այս պահին զգում եմ արդեն ինչքան ժամանակ է իմ կյանքի որակի, բոլորի կյանքի որակի վրա անդրադառնան խցանումները։ Եվ ես անկեղծ արդեն որ անընդհատ անից դուրս գալուց լարված եմ, ուզում եմ հասկանալ մանավանդ մեր լոկացիան մի փոքր հեռու է, ու ես ամենտեղ հասնում եմ կամ ուշացած, չնայած որ նավիգատորով նայել եմ, դրա վրա ժամանակ եմ ավելացրել, գնացել եմ չեմ հասնում, ու խցանումները կոնկրետ մեր կյանքի որակի վրա վատ իմաստով անդրադառնում են, շատ կուզեի այդ հարցը լուծել։ կլուծեի խցանումների հարցը։ Ահա, նույնը Ես դուք։ միանում եմ դրան, ինձ թվում է այս պահի դրությամբ Հայաստանում Երևանում ամենալուրջ խնդիրը դա է, հատկապես երբ որ դու վարորդ ես։ Ոչ վարորդների համար չեմ գործում։ Մերի, իսկ դուք։ Ես կշարունակեմ իրենց խոսքը, ուղղակի կասեմ, որ ճանապարհները նաև կարելի է վերանորոգել, հատկապես ցածր մեքենաների համար։ Այո։ Ընդհանուր առմամբ ոնց հասկացաք երթևեկության հետ էին կապված։ Այսինքն այլ ավելի կարևոր գլոբալ խնդիրներ չկան, որոնք մեզ անհանգստացնում են եւ պետք է դրանց վրա ուշադրություն դարձնել։ Առաջինը ուղղակի դա մտաբերեցի, որովհետև այս վերջին օրերին անընդհատ դրա մասին էի մտածում, թե ինչքան է հենց հիմա իմ կյանքի որակի վրա անդրադառնում այս պահին։ Բժշկությունը իր մեջ ներառում է նաև հոգեբանություն, չէ՞ որոշակիորեն։ Միանշանակ։ Հոգեբանական ինչ-որ հնարքներ չկան, որոնցով կարելի է շրջանցել այդ խնդիրը եւ մի փոքր այլ տեսանկյունից նայել ու շատ չնյարդայնանալ, որպեսզի դա չանդրադառնա մարդկանց կյանքի որակի վրա։ Իրականում, երբ դու մարդ ես, ով օրվա ընթացքում ունի մեկից ավելի գործ եւ պլանավորում ես այդպես հստակ գծում ես, եւ ես նաեւ մարդ եմ, որ պլաններից շեղվելու դեպքում ծանր եմ տանում այն որ չի իրականանում ու չնայած որ ես ունեմ ուշացողի համբավ, բայց այդ իմ ուշանալը մաքսիմում 10 րոպեն է ու քանի որ այդ 10 րոպեն դարձել է ոնց որ շատ է իմ համբավը ուշացողի ավելացել, ես դրանից եմ նկատել, որ ինչ-որ բան են չի, հոգեբանական շրջանցելու մեթոդներ կարող են աշխատել ինձ ավելի կարճաժամկետ իմաստով, բայց երբ դա անընդհատ է, էլ չի աշխատում ոչ մի հոգեբանական հնարք, մինչև խնդիրը չլուծվի։ Շատ շնորհակալություն ծավալուն պատասխանի համար, մենք կհանդիպենք արդեն խանութի դիմաց։ Արդեն խանութում ենք եւ որպես ներքին գործերի նախարար կարծում եմ որակի պատասխանատուն նույնպես դուք եք լինելու։ Խնդրում եմ նշեք, թե ինչ է անհրաժեշտ եւ ինչից ինչքան է անհրաժեշտ։ Բանջարեղենի բաժնից վերցնում ենք կարտոֆիլ եւ ելակ։ Կարտոֆիլ երևի թե 1 կիլոգրամ ու մի փոքր ելակ։ Խնդրեմ, միայն դուք եք ընտրելու, թե ձեզ պետք են օգնություններ։ Միայն դուք եք ընտրելու, հասկացա։ Դե խնդրեմ գնացեք դուք կարտոֆիլը ընտրելու, մենք կամաց մոտենանք ձեզ։ Բայց դուք գնումներ կատարում եք, չէ՞, հասկացա, հիմա իհարկե նույնն այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Պատվիրում ենք գնումները, դրա համար արդեն հետ ենք սովորել այս փորձից։ Իսկ դուք մերի գնումներ հասցնում եք կատարել։ Բացարձակ։ Բացարձակ երջանիկ կյանքով եք ապրում, կարծես թե հոգսեր չկան։ Իրականում տան լոկացիան այնպեսին է, որ մոտիկ, այսպես ասած, շենքի տակի խանութ չունենք։ Ահա։ Իսկ ես սիրում եմ ինքս ընտրել պրոդուկտները, որ տեսնեմ թե ինչ եմ վերցնում, քանի որ ես խոհարար եմ, ամեն բան չեմ հավանում, պետք է ամեն ինչից հոտ քաշեմ, ձեռք տամ, որ հասկանամ լավն է թե չէ։ Կարտոֆիլ ընտրելու ինչ որ հնարուկներ կան, նույն ինքը լայֆ հակ կա, որպեսզի ճիշտ եւ լավ կարտոֆիլ ընտրենք, թե ոչ։ Իրականում տեսքից երևում է արդեն լավն է թե չէ, ու միաչափ, համաչափ կարտոֆիլներ եմ վերցնում, որպեսզի սիրուն լինի պատրաստելուց։ Բացի բանջարեղենից ուրիշ բան ունենք գնելու։ Հա, ինքնություն ունենք մի երկու բան վերցնելու։ Եվ նշեցիք ելակ նաև։ Այո։ Խնդրում եմ ելակն էլ վերցրեք։ Ինչ կտակ դուք ելակը։ Շատ է անհրաժեշտ, քիչ է անհրաժեշտ։ Աղցանի համար է պետք։ Փոքր։ Աղցանի համար ելակ։ Հա։ Մրգային աղցան է լինելու, չէ՞։ Մրգային չի, բայց ելակը գնում է։ Մի փոքր։ Հա, խոշորից։ Ես լսեմ դուք կարծես։ Շատ լավ։ Լավն է, չէ՞։ Գնանք հաջորդ բաժին ձեզ սպասելու։ Եվ եթե վճարումը այստեղ ենք կատարելու, կարծում եմ այստեղ պետք է կատարենք, չէ՞։ Առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։ Լավ։ Միանգամից համաձայնեցի։ Ես առաջարկում եմ մենք վճարենք ձեր փոխարեն։ Ես շատ հանգիստ եմ։ Ես այնտեղ կվճարեմ։ Տեսնենք, ընդհանուր գումարը կազմում է 1958 դրամ եւ մենք վճարում ենք ձեր փոխարեն։ Ճիշտ է ամեն բան։ Շատ լավ։ Շատ լավ, շնորհակալություն, կհանդիպենք արդեն հաջորդ բաժնում։ Հեշտ եմ համաձայնում։ Շնորհակալ եմ։
Անցնում ենք հաջորդ բաժնին, մեզ անհրաժեշտ է Կրեմպանիր եւ pesto sauce։ Ընդամենը։ Այո, Ոչ ավելի։ ոչ ավելի։ Սուսաննա, ես ձեզ կարող եմ օգնել, եթե դա ծանր է, կարող եք տալ ինձ։ Չէ, շնորհակալ եմ, թեթև է։ Լավ, բայց իդեպ ասեմ շատ լավ քաղաքականություն են ունե։ Դուք արագ-արագ ընտրում եք ինչ անհրաժեշտ է եւ օգնող կազմը ձեր հետևից գալիս է ու տեղավորում է այն ամենը, ինչը ձեզ անհրաժեշտ է։ Վերջ։ Վերջ։ Դե ուրեմն կհանդիպենք դրամարկղի մոտ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Մենք գնեցինք նաև կրեմպանիրը եւ pesto sauce-ը, ընդհանուր գումարը կազմում է 3250 դրամ եւ առաջարկում եմ որպեսզի ավանակը չուտենք եւ վերջում խռովենք, այս վճարումն էլ մենք կատարենք։ Չէ, այս վճարումը մենք կատարենք։ Ես պնդում եմ, որ այն վճարումներ մենք կատարենք, բայց նույնն էլ ներքին գործ։ Լավ, շնորհակալություն։ Մեկ-մեկ ընդհանուր հաշիվ այս պահի դրությամբ տեսնենք թե խոհանոցում ինչպես կփոխվի հաշիվը։ Իսկ մենք կհանդիպենք արդեն հենց այնտեղ։ Շնորհակալություն։ Նույն է կարծում եմ կփաստեք, որ համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մարրանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մարրանիկ ընկերության կարգախոսը։ Այո։ Դե հնչեցրեք։ Ընտրյալ հատիկ, համագաղտնիք, Մարրանիկ։ Կոլեկտիվ գործերը մեզ մոտ այդքան էլ լավ չեն ստացվում, բայց վերջնարդյունքը ճիշտ էր, այո։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ։ Բարեկամներ, սուրճի սիրահար եք։ Այո։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ, սիրով կօգտվենք։ Սիրով խնդրեմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն շատ։ Մենք արդեն խոհանոցում ենք, հատկապես Սուսաննայի խոհանոցում ենք գտնվում, իսկ Սուսաննան ամենաետին պլանում։ Շնորհակալություն, որ զիջեցիք եւ շատ հեշտ ստացվեց ամեն բան։ Պատրաստելու եք հիմնական մասը, ինչպես հասկանում եմ դուք, նույն է, բայց ձեզ օգնելու են Մերին եւ Սուսաննան։ Այո։ Պատրաստում ենք մեկ հիմնական ուտեստ եւ աշխարհի բոլոր աղցանները, ինչպես հասկանում եմ, ճիշտ է։ Այո։ Ու քանի որ ձեզ օգնելու կարիք չկա հատկապես իմ կողմից, ես այս ընթացքում կվայելեմ աշխարհի ամենահամեղ Լեբո սուրճը, խորհուրդ կտամ դուք նույնպես ընդմիջումների ընթացքում վայելեք այն։ Ու հիմա խնդրում եմ ներկայացրեք ինչից ենք սկսում, հստակ հանձնարարականները տվեք ենթականերին։ Մերին կտրատի լոլիկը աղցանի համար, չերի լոլիկը, Սուսաննան պանիր կձյորկի մեր ուտեստի հիմնական ուտեստի համար։ Դե խնդրեմ, սկսեք։ Ինչ Ունենք ենք անում։ այստեղ նախապես ծեյծած հավի կրծքամիս, մինչև ձեր գալն է նախապատրաստել։ Իրան աղ-պղպեղ ենք անում, քսելու ենք վրան կրեմ չիզ եւ pesto sauce, եւ լցնելու ենք պարով եւ սպանախով։ Ջեռոցում պետք է եփվի, թե պետք է տապակվի։ Ջեռոցում պետք է եփվի։ Շատ բարի։ Մենք համ զրուցենք, համ գործենք, եթե կարելի է։ Դուք հիմնական մասնագիտություն ունեք, այն է տնտեսագետ, բայց սահուն անցում եք կատարել դեպի խոհարարություն։ Այո։ Ինչու՞, ինչպես դա ստացվեց։ Ճիշտն ասած, ինչպես շատերի մոտ է լինում, իմ մասնագիտությունը ես չեմ ընտրել,
ծնողներս են որոշել, որ պետք է դառնամ տնտեսագետ։ Սովորելու ընթացքում հասկացա, որ դա իմ համար չի ընդհանրապես։ Դուք ի սկզբանե ինչ էիք ցանկանում դառնալ։ Ես լուսանկարիչ եմ ցանկացել դառնալ, բայց չստացվեց, բայց հուսով եմ կգա ժամանակ կսովորեմ ու կդառնամ այն մասնագետը, ով ուզեցել եմ մի ժամանակ դառնամ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում ԿՏՄ կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ, իսկ ուրբաթ օրը առանձին դուրս կգա Սուսաննայի ռեակցիաները ձեր խոսքերի հետ կապված, դուք կտեսնեք, թե ինչպիսի ռեակցիաներ են նա տալիս։ Բացահայտումներ Pro-Max է տեղի ունենում այս ընթացքում։ Բա ինչու չդարձաք լուսանկարիչ, որովհետև ծնողները խիստ դեմ էին եւ ասացին, որ դրանով չես կարողանա գումար աշխատել, լուրջ մի մասնագիտություն ընտրիր։ Հենց այդպես էլ եղել է։ Ես հիշում եմ։ Ճիշտ ասած ասում էին, դե լավ լուսանկարիչը ինչ գումար պետք է աշխատի, այդ ինչ մասնագիտություն, այդ ինչ լուրջ մասնագիտություն է, բայց ոնց հասկանում եմ, գնալով ամեն ինչ փոխվում է։ Շատ լուրջ մասնագիտություն է դարձել այս օրերին լուսանկարչությունը։ Արվեստ է դա։ Սուսաննա, ձեր մասնագիտությունը նախանձելի մասնագիտություններից մեկն է եւ շատ ու շատ մարդկանց մանկության երազանք կարելի է համարել բժշկություն, բայց դուք շատ հեշտ թողեցիք դա եւ անցաք կարելի է ասել բիզնես ոլորտի, չէ՞։ Եթե փորձենք շատ կոպիտ ձևակերպել, այդպես կարելի է ասել։ Հեշտ չեմ թողել։ Իրականում ինքը այդպես երկար process-ների խմորումների մեջ կատարվում ու երբ իմ ամուսին, չեք հավատա, բայց ամուսինս է նկատել, որ ոնց որ իմ հետաքրքրությունը ռադիոլոգիայի հանդեպ մարել է ու մի անգամ երբ ես պիտի գնայի հարցազրույցի, արդեն աշխատանքի ընդունվելու համար, ինձ զանգել էր ասում էր, «Էս ինչ օր է, էս ինչ ժամին կգաս», ասեցի կգամ։ Ասես, բայց ուզում ես, ու այդ հարցից հետո որ տենց հարց է տալիս, ես չեմ պատասխանել իր հարցին, ասես, մի ժամ ունես, մտածի մի հատ, պատասխանի։ Ինչպիսի եղավ ձեր պատասխանը։ Մի ժամը դարձավ մինչև այս պահը, որ չէ։ Շատ հետաքրքիր ու կտրուկ անցում էր, բայց էլի եմ ասում, հեշտ չի եղել։ Ցանկացած որոշում ձեր կյանքում լինում է կտրուկ միանգամից եւ աներկբա, թե ամեն դեպքում կան քննարկումներ, տարակարծություններ։ Հիմնականում տարակարծությունները լինում են մինչև որոշում կայացնելը, շատ երկար, բայց հետո երբ որ որոշումը կայացվում է, ինքը լինում է աներկբա։ Ինչ եք անում, խնդրում եմ ներկայացրեք, նույն է։ Այս պահին համեմեցի հավի կրծքամիսը, կսում եմ սոուսը եւ արդեն լցոնենք։ Նաեւ ես տեսնում եմ բեկոն կա ներքևում։ Այո։ Կշրջեք, որ խնդրեմ, որպեսզի տեսնենք ինչ է եղել եւ ինչ է դառնալու, թե սխալ բաներ եմ խնդրում։ Մի փոքր սխալ է, բայց ես կփորձեմ։ Բեկոնը ուղղակի դրվեց համեմված կրծքամսի վրա եւ հիմա փաթաթում ենք ռուլետի նման։ Ես ներողություն եմ խնդրում, եթե մեկը իր նախնական տեսքը կորցրեց, բայց ամեն դեպքում դե նկարահանումներ են։ Մերի, դուք շարունակելու եք որպես իրավաբան, թե ձեզ այն մասնագիտությունը, որով հիմա զբաղվում եք, սկսում եք կամաց դուր գալ եւ դուք եք մտածում ձեր մասնագիտությունից հեռանալու մասին։ Չէ, դեռ չէ։ Հուսամ, երբ որ ավելի խորանամ, չեմ փորձման իմ որոշման համար։ Դեռ շատ եմ սիրում հատկապես քրեական ուղղությունը։ Լարվում եմ արդեն։ Որս լարվեցինք մի պահ։ Ինչ կա այդտեղ սիրելու, ինչ կա թաքնված, որը չի երևում մեզ սովորական մահկանացուներից, բայց երևում է ձեզ։ Իրականում շատ բան, չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր դեպքի վայր գնալ, հասկանալ ինչից է այդ դեպքը եղել, ինչ հանգամանքներում է այդ ամեն ինչը եղել։ Գնում եք այսինքն դուք։ Ցավոք դեռ ոչ, միայն դատական նիստերի եմ մասնակցել։ Այդպես ասել, որ մերին 20 տարեկան է եւ նոր է այդ ուղին ընտրել ու նոր է խորանում իր մասնագիտության մեջ։ Բայց ըստ ձեզ հոգեպես պատրաստ եք տեսնելու այն ամենը, ինչը որ կատարվել է տվյալ վայրում։ Հա։ Ինձ թվում է։ Սառնասրտորեն եք պատասխանում այդ ամենին։ Հա, դե հիվանդանոցում աշխատելուց ճիշտ է, շատ տարբեր են մասնագիտությունը, թե որտեղ եմ աշխատում ու ինչ մասնագիտություն եմ ընտրել, բայց հիվանդանոցում աշխատելուց շատ եմ կոփվել։ Հատկապես մի երկու անգամ իմ ցանկությամբ մասնակցել եմ վիրահատությունների, ներկա եմ ուղղակի գտնվել ու այդպես ես հասկացա, որ ոչ մի բան ձեզ չէր կաշկանդում, ամեն բան շատ նորմալ էր, նույնիսկ կարելի ասել հաճելի էր տեսնել այդ ամենը, հա, ճիշտ եմ հասկանում։ Հաճելի, մի քիչ շատ ավելի սառնասիրտ կնի, որ տենց հնչի, բայց հա,
Դա վեր, այդ ամեն ինչը տեսնելը։ Լավ։ Մենք նոր գործողություն ունենալու ենք, շեֆ։ Այս պահին չէ։ Այս պահին Բայց ոչ։ դեք ինչ գեղեցիկ դասավորել է։ Ես միշտ հիանում եմ նունեն ոչ միայն խոհարար է ֆուդ բլոգեր, այլև ֆուդ դիզայներ։ Սիրուն շայր է, ինձ շատ սիրուն բան է։ Ասեմ, որ մի ժամանակ աշխատել եմ հյուրանոցում մոտ 6 տարի Հայաստանի լավագույն հյուրանոցներից մեկում, ու այնտեղ ոչ թե ես սիրում էի պատրաստելու ընթացքը, ավելի շատ սիրում էի Հոգիներ կան ձեր տանը։ Կարեք անջատեք իրան, որ Ինչ է կատարվում։ Ներողություն։ Հարգելի Սարգ, ներողություն։ Այո, նուն է։ Երբ աշխատում էի որպես խոհարար, ոչ թե այդ պատրաստման ընթացքները ինձ հաճույք պատճառում, ավելի շատ սիրում էի ձևավորելը, ուտեստից արվեստի գլուխգործոց ստանալը, փորձում էի շատ սիրուն ափսեի մեջ մատուցել, որպեսզի առաջի այդ տպավորությունները այնքան լավը լինի, որ եթե համով չլինի ուտեստը, չկարողանան բողոքել։ Բարձ է։ Ես կխնդրեմ այս պահին դադարեցնենք նկարահանումը, նոր գործողություն երբ կունենանք, կվերադառնանք ու կսկսենք լուսաբանել։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Սուսաննա եւ Մերի, ձեր ռեակցիաների համար լուրջ եմ ասում, ստեղ արդեն կացին է սկսում պտտվել։ Դուք ուղղակի այդ ռեակցիաները արեք, էլի։ Background լավագույն արտիստ։ Երազել եմ լուսանկարիչ դա։ Բա հիմա էլ էր լավը։ Նոր է սկսել երազել։ Չէ, ես միշտ Չէ, ինքը երազել է, ինձ թվում է եղել է երազելու շրջան։ Երկար։ Լավ մարդա, խնդրում եմ, համարը վերցու, զանգի, Չեն տանում, դեսերը տանում, նստեք խոսում։ ինտերնետը անջատեք ու նստեք իրար հետ սկսեք շփվել։ հեսա որ գինան կշփվենք։ Էլ ինչ գնալ, այսքան համով բաներ եք սարքում ու գնացող չկա։ Ով ինչ երազանքով ունեցա։ Դու արդեն դեռ փոքր ժամանակն ես, կարաս ասել։ Խնդրում եմ հերթափեք։ Էջիզմ է, իսա կոչվում խտրականություն։ Եթե Օսկարում տենց մրցանակաբաշխություն լիներ, լավագույն background artist, դուք արդեն տարել եք։ Բա նոր հիմա այդ գրկվելը բանը շատ լավն էր, երեխեք։ Երեք պարապել ենք ես ամեն ինչ։ Հա, այս բեմադրած, հա։ Չէ։ Նույնիսկ երեք գիշերը մենք չգիտենք ինչ ենք պատրաստելու, ինչ ենք հագնելու, լինելու ենք թե ոչ։ Շնորհակալություն, որ վերջում գոնե թույլ տվեցիք մուտք գործել։ Շեֆ, Հիմա կտրատում ենք, համեմ ենք կարտոֆիլը, ջեռոց ենք ուղարկում մեր հիմնական ուտեստը ու անցնենք արդեն աղցաններին։ Եվ քանի որ չի կարելի խոհարարներին շեղել իրենց հիմնական զբաղմունքից, մենք այս ընթացքում կզրուցենք ձեր հարսիկների հետ։ Դուք իհարկե ձեր անձնական սոցիալական էջերում կիսվում եք տխուր պատմություններով, որոնք տեղի են ունեցել ձեզ հետ աշխատանքի ընթացքում, բայց ես վստահ եմ, որ նաև տեղի են ունեցել շատ ծիծաղելի, զավեշտալի եւ տարբերվող դեպքեր։ Եղել են, չէ՞, այդպիսիք։ Կկիսվեք գոնե մեկ դեպքով մեզ հետ։ Ոչ շատ դժվար կլինի հիշել։ Ես ոնց որ ինչից որ այդ էմոցիան ստացել եմ դրամայի, դա հիշում եմ, բայց մնացած դեպքեր հիշում եմ շատ ուրախ, հատկապես օրինակ ուսանողական տարիներ ենք ունեցել, ու որ անհնար էր թվում ինձ սկզբում, բայց գնում ենք օրինակ դիահերձարան, որտեղ որ դասի ենք։ Չէ, կարելի ասել կնես։ Չէ, կարելի է, իհարկե Որից հետո կարելի։ անմիջապես ես երբեք չէի մտածի, որ կյանքում առաջին անգամ կտեսնեմ դիահերձարանում ինչ կտեսնեմ ու կգնանք մի անգամից լանչի ու կքննարկենք այն ինչ տեսել ենք, տենց այո։ Դուք սառնասրտորեն դա քննարկում էիք։ Այո։ Բայց միաժամանակ նաև կա դրա հակառակ կողմը։ Խոսքը կենթանի մարդու մասին է արդեն, շատ ավելի զգայուն եմ, սենսիտիվ եմ այդ մասով, դրա համար այդ դեպքերը օրինակ կհիշեմ, կասեմ, վայ բաներ, չգիտեմ, ինչ որ թվում է թե աբսուրդ է, ոնց կարա հավես լինի, որ երեխեքով նստած բանենք կամ քննարկում ենք, որ կարողացանք մեզ պահել շատ սառնասիրտ ենք կդառնանք օրինակ պատողականատեմ, բայց երբ գործ ունես կենթանի մարդու հետ, արդեն այդ սառնասրտությունը իմ դեպքում կորում էր։ Ես վստահ եմ, որ փորձի հետ միգուցե այդ ամեն ինչը հարթվեր, այդ սուր անկյունները մի քիչ ավելի փափկ էին, բայց չստացվեց։ Այդ պահը ինձ մոտ չեկավ։ Ու ես մտածում եմ, որ եթե այլ նեղ մասնագիտացում ունենայի, այդ պահը միգուցե ստացվեր, հաղթահարվեր, բայց կոնկրետ ռադիոլոգիայի հետ իմ կապը չստացվեց։ Ձեր ամուսինը նույնպես շատ հայտնի բժիշկ է, Արթուր Ջանազյանը, մանկաբույժ, եւ դուք ստացվում է, որ երկու բժիշկներով կազմել եք ընտանիք։ Այո։ Հասկացա, հիմա չեք զբաղվում բժշկությամբ, բայց ամեն դեպքում եղել է այդպիսի շրջան, երբ բժիշկներ էին, բժիշկների տուն էր դա։ Այո, այո։ Հեշտ է արդյոք բժիշկներով ապրել եւ ունենալ
ցանկացած ժամի զանգեր, կանչեր, ինչու՞ չէ։ Իհարկե ձեր դեպքում չեմ կարծում, որ դա շատ հաճախ էր լինում, բայց ամեն դեպքում Արթուրի պարագայում շատ հաճախ մինչ այժմ լինում է եւ ես կարծում եմ, որ հենց միգուցե շատ սուբյեկտիվ հնչի, բայց ես մտածում եմ, որ իմ կողակիցը պիտի բժիշկ լինի, այդպես եմ պատկերացրել, ու Արթուրի համար էլ մտածում եմ, որ իր կողակիցն էլ պիտի լիներ բժիշկ, որ հասկանար այդ ամեն ինչը, որովհետեւ երբ դու ապրում ես 24/7, այսինքն դու իրավունք չունես հասանելի չլինելու, մանավանդ երբ աշխատում ես նորածինների ռեանիմացիայում, ժամ պատերակ գոյություն չունի, ու դու չես կարող մեղադրես, ասես օրինակ, չգիտեմ, այս առիթինիչի չեն կարողանում գնել, որովհետև հասկանում ես, որ շատ կարևոր առաքելություն ունի հենց հիմա քո ամուսինը։ Կամ միշտ առիթներին գալիս էր, ես այնց պապկա ունեի հավաքած, որ քնած էինք ուղղակի։ Բոլոր առիթների ժամանակ, որտեղ չի քնալ, հերթապահությունների եւ այլն, եւ ես մտածում եմ, որ ավելի հեշտ էր ինձ համակերպել այդ ամեն ինչին, որովհետև ես ներսից գիտեմ այդ ամեն ինչը, քան ցանկացած ուրիշ մասնագիտությամբ։ Միգուցե սխալվում եմ, բայց ես տենց էի կարծում։ Մենք դեռ կանդրադառնանք այս թեմային, հիմա անդրադառնանք ելակներին։ Այո։ Ես օգտվեցի առիթից գործ չարեցի ես ընթացքում։ Մենք դա տեսանք։ Այո, ֆիքսեցիք։ Ընտիր է այդ քաղաքականությունը։ Մերի, դուք հաճախ եք ելակ կտրատում։ Ոչ։ Ոչ։ Ով սովորեցրեց ձեզ դա։ Հենց նոր նունեն։ Բացահայտ եք խնդրում եմ դա մեզ համար, մեզ դիտող մարդկանց համար։ Հեշտ է սովորել նունեից։ Չէ։ Ինձ հեշտ է սովորելը, բայց ինչի կարծում եք այդ Ես կարծում եմ, որ ռեակցիաները ոչ թե ուրբաթ օրը կլինեն եթերում, այլ ավելի շուտ, որովհետև դրանք շատ սպասված են։ Նունե ինչ եք անում։ Հիմա համեմում եմ կարտոֆիլը, Ինչով։ աղ, սև պղպեղ չենք անում, կարմիր Սև պղպեղ չենք անում, կարմիր պղպեղ։ կծու եւ քաղցր կարմիր պղպեղներ ենք ավել։ Եվ այս ամենը հիմնական ուտեստի հետ տեղափոխում ենք ջեռոց։ Այո։ Որքան ենք սպասելու։ 10-15 րոպե։ Ընդամենը 15 րոպե եւ ուտեստը պատրաստ կլինի։ Փորձենք պատրաստ։ Ես մի քիչ չեմ հավատում, բայց լավ։ լավ։ Բայց դա չի նշանակում ավելացնում եմ մայոնեզ։ Բարի։ Անցնելու եք հետո աղցանին։ Այո։ Չեք վստահում մատաղ սերնդին։ Ոչ։ Դուք ինքներդ պետք է անեք։ Ոնց տեսնում եք, ոչ։ Պետք չի վստահել։ Լավ, եթե մենք այս պահին նոր գործողություն չենք ունենալու, ես կխնդրեմ կրկին դադարեցնենք նկարահանումը, վերադառնանք արդեն աղցանի պրոֆեսիոնալ պատրաստման ընթացքում։ Շնորհակալություն։ Դիա Հերձարյանի պատմությունը։ Դիա Հերձարյանի պատմությունը խզարյոն էր կոնկրետ։ Շատ վատ էր հնչում։ Չէ, բայց դա նորմալ երևույթ է։ Դե նորմալ էր մեզ համար, բայց ես հասկանում եմ, որ դիցուկ սովորական մարդու ով չի առնչվում այդ ամեն ինչի հետ։ Նշում ենք անսովոր ենք, բայց ամեն դեպքում որ այդ ամեն ինչի մեջ չի։ Դե հա, մասնագիտությունը իր ներբությունները ունի եւ ուսումնասիրությունը պահանջում է դա հիմա։ Դատաբժշկական, չնայած պետք է ասել, թե չէ, բայց այդտեղ թանգարան կար, որ ինչ որ օրինակ օրգաններ էին պահված, դատաբժշկության ցիկլանցներու ընթացքում էր, ունենց բաներ են այդ ընթացքում տեսել, որ եթերում հաստատ չեմ ասի, բայց Դե անջատենք պատմենք։ Զվարճարի ինչա բաներ էինք նկարում, ասենք ինտելեկտներս չէր ներում հասկանենք, ինչ լուրջ գործ էինք եկել, ուսանող էինք պարզապես շարքային։ Դե անջատում ենք տեսախցիկները պատմեք, ինչեր եք տեսել։ Չեմ պատմում հիմա։ Ես զգում եմ, որ տեսախցիկը կա։ Տեսախցիկը միշտ կա, բայց արդյոք նկարում է թե ոչ։ Նունե, ենթակաները շարունակում են օգնել ձեզ, բայց իհարկե կա մի ենթակա, ով այլում է իր ազատությունը այս պահին, ինչ ուզում անում եմ, Սուսաննա։ Մեզ խոհարարական մի քանի գաղտնիք կսովորեցնեք, ենթադրենք կտրատելու հետ կապված կամ ինչ որ համեր համադրելու հետ կապված։ Մեկ վարքյան։ Խնդրեմ։ Ինչ եք անում։ Ձեզ ավնաստանից։ Հասկացա։ Օրինակ ավոկադոն, եթե ուզում եք հեշտ դուրս գա, չեք մաքրում իրան, ու հասած է լինում լավ, գտալով շատ հեշտ այսպես կարող ենք հեռացնել։ Դուք նաև կրթություն եք, չէ՞, ստացել խոհարարական, թե ինքնուս եք։ Սովորել եմ քաղաքի լավագույն խոհարարներից։ Այսպես ստացանք։ Իսկ շատ ավելի ոչ համացանցային հնարուկներ մեզ կսովորեցնեք, ասենք կտրատելու հետ կապված, դանակի հետ վարվելու հետ կապված։ Օրինակ ինձ հետաքրքիր է, ես կնայեմ։ Մենք բոլորս հիմա սպասում ենք դրան, որպեսզի դուք ցուցադրեք։ Որպեսզի եղունգները, մատները չկտրատենք, Մերի այս ամենը ձեզ համար եմ անում իրականում։ Այսպես։ Եղունգները այսպես չենք անում, որպեսզի չվնասվի, նաև մատերը։
բռնում ենք այսպես, իրականում sense կողքից նայելուց մարդկանց թվում է որ հեշտ չի, բայց երբ որ մթերքը բռնում ես, շատ հեշտ է այսպես բռնել եւ կտրատել։ Դանակը բռնելու կոնկրետ ձև կա, որը ճիշտ է ավելի։ Պետք է այսպես լինի, մատը այստեղից պահած, որ ավելորդ շարժում չլինի, որպեսզի մեզ չվնասենք։ Ես հակադրություն տեսա մեկ այլ խոհարարի ասացի հետ, որովհետև նա պնդում էր, որ պետք է ամբողջությամբ միայն պոչի հատվածից բռնել առանց դանակից էլ։ Հա, հասկացա։ Եթե այսպիսի դանակ կա, ավելի նեղլիկ, այսպես բռնելը ուղղակի հարմար չի լինի։ Հիմա կնշեք ինչ աղցան եք պատրաստում, որ աղցանն եք ավելի ճիշտ պատրաստում։ Ամառային, ինքս բանջարեղային, շատ սպիտակուցային հարուստ, սուսիկի սիրած սպիտակուցներով հարուստ աղցանա լինելու։ Միս կա մեջը։ Չէ։ Հա, կաթնաշոր կա։ Ես սպիտակուցն էի փնտրում այստեղ։ Օգտագործելու ենք բրոկոլի, ավոկադո, նոլիկ, վարունգ, կաթնաշոր եւ թթվասեր։ Բա ելակը։ Ելակը արդեն երկրորդ աղցանի համար։ Հասկացա։ Մերի, կկարողանաք կտրատել այնպես, ինչպես ցուցադրում էր Նունեն։ Իհարկանում ոչ, որովհետև այստեղ ես տանջվում եմ։ Ինչպես ցույց տվեց մի քիչ առաջ Նունեն ոնց պետք է կտրեմ, որ սիրուն լինի, բայց չի ստացվում Նուն։ Կներես հարա։ Ոչինչ։ Ինքան էստեղ ես ասում, սենց հարաճ։ Այսինքն ես, ու ավելի հեշտ իրան կկտրես։ Հա, օքեյ։ Ճիշտ է անում։ Չէ։ Ճիշտ եմ անում։ Ճիշտ է անում։ Չէ, դանակը ճիշտ չի բռնել, բայց ճիշտ է կտրատում, ինձ ցույց տված ձևով։ Բայց պետք է բռնել այսպես եղունգները դեպի հետ, որպեսզի չստանաս։ Մենք կարող ենք մյուս աղցանին անցնել, որովհետև կարծես թե նկատի ունեմ անցնել որպես բաղադրիչները նշել, էլի։ Այո, երկրորդ մեր աղցանը pesto sauce է, ռուկոլա աղցան, մոցարելա պանիր, ելակ, ինչպես նշեցի։ Այդ ամենը ուղղակի խառնելու ենք իրար առանց համեմունքների։ Համեմունքը որպես այդպեսի pesto-ն է լինում, պարմեզան պանիրը։ Ահա։ Եվ մի փոքր զեթ ենք խառնել։ Ու վերջ պատրաստ է։ Դե ես առաջարկում եմ մեր հաջորդ հանդիպումը լինի արդեն սեղանի շուրջ, որովհետև մենք բավականին քաղցած ենք ու միգուցե կորուստներ կարող են արձանագրվել, չեմ ասի թե ինչ կորուստների մասին է խոսքը, դուք արդեն ականատեսը եղաք։ Սուս ջան գոհես ամեն ինչից, լավ են աշխատում։ Այ ինձ թվում է, հա, մերի մի չի կտրում այդ ոչինչ։ Տեղը քո վրա մնացածը ջահելների էլի, հա, ոնց որ։ Փորձես։ Հիշում եք սկզբից ինչ էր ասում։ Ես ամեն ինչ շատ լավ եմ։ Ոնց նունեն ասեմ։ Ոնց ասի։ Ես քեզ բան եմ ասել։ Դու ասեցիր ես եմ ուզում սարքել։ Դե բա խոհարարը ինքը չի ձեր մեջի։ Հա։ Անկեղծ իրան չէի վստահի, որ ինքը սարքել։ Ես Ինչքան պետք է կտրտեմ։ չեմ հերցիկ, դեկեմ Մի 4 կիլոն ինձ թվում է հերիք է։ Չգիտեիք, որ եկել ենք նկարել։ Ճիշտ է ասացես։ Ձեզ թվում է Դավիթը ուղղակի խառը գնում գալիս, հա։ Ձերքին ինչ որ մի բան հասկանալի։ Այո։ Բա Դավիթ։ Սեղանի շուրջ ենք արդեն։ Շնորհակալություն ունե, որ համաձայնեցիք մեզ կերակրել եւ ի վերջո հնարավորություն ունենք նաեւ սնվելու, բայց մինչ այդ պետք է խնդրեմ, որպեսզի անուններ մտածեք այն ուտեստների համար, որոնք դուք պատրաստել եք։ Սկսենք հիմնական ուտեստից։ Թող իրանք, ես պատրաստել եմ, իրանք թող մտածեն։ Դե լարեք ձեր ստեղծագործ միտքը եւ անվանակոչեք ուտեստները։ Ռուլետիոն։ Յոն։ Ռուլետիոն։ Ոչ թե ռուլետ, յոն, այլ ռուլետիոն, ահա։ Դե մերի հաջորդը։ Ելակիոն եւ բրոկոլիոն։ Եվ բրոկիոն։ Բայց ինչու՞ է բրոկիոն։ Բրոկիոն։ Բրոկիոն, այո։ Ինչից ենք սկսում։ Որն է հոգեպես ավելի ազնիվ։ Սկսենք աղցանից։ Որ։ Բրոկիոն։ Ելակիոնից կարծում։ Կարանք երկուսը միասին։ Լավ, հյուրասիրեմ ձեզ, թե դուք Ես հյուրասիրեմ։ ինքնահյուրասիրվեք։ Ես ես հյուրասիրեմ։ Ես համաձայն եմ։ Շատ լավ։ Բայց ես կհյուրասիրեմ։ Բայց համերաշխություն իրականում կա բացի հեռախոսազանգերից, չէ։ Այո։ Չէ, համերաշխություն իրոք կա։ Ես նկատել եմ։ Ձեր տանը կա համերաշխություն եւ դուք չեք բողոքում այդ ամենից։ Շատ շնորհակալություն։ Ես իրականում մի փոքրիկ գաղտնիք պետք է բացեմ ձեզ համար,
Մշտապես չեմ սիրել այն ուտեստներն ու աղցանները, որոնք պատկերացվում են որպես աղի, բայց մատուցվում են քաղցր ինչ-որ բաներով։ Ենթադրենք անանասով պիցցա կամ ելակով աղցան, բայց ինչպես հասկանում եմ, դա ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում, նույնիսկ չեք էլ լսում։ Մեզ, չէ, ես ուղղակի կիսվում էի։ Մեզ բարի ախորժակ, շատ շնորհակալություն։ Հավանեք ու կփոխեք ձեր Մոտեցումն ու կարծիքը, տեսնենք։ Հենց ելակով էլ փորձելու եմ, դա էլ եք ուզում հյուրասիրել։ Խառնեք նոր։ Խառնեմ։ Ցանկանեք դա փորձեք, հետո սա ավելի։ Ձեզ հետո եթե համով չլինի, կասեք, որ համով չի։ Անպայմ, ասեմ որ համով չի, դուք ասացիք, տեսեք, ես չէի ուզում։ Շուշներս մայրը կներեզնի։ Ես ուստեմ ուղղակի։ Բայց որ չեք սիրում, այդ արդեն ճաշակի հարց է։ Այս աղցանից էլ կհյուրասիրեք ինձ։ Ես կարծիք չեմ ասում։ Եթե չեք սիրում մրգով աղցան, ակնհայտ է։ Դա մի Մենք իհարկե նաև վայելելու ենք տաք ուտեստը, հիմնական ուտեստը, այսինքն, բայց ես դրա մասին կխոսեմ արդեն դրան մոտ եւ կարծիքս այդտեղ կհայտնեմ, կարելի է։ Շնորհակալություն։ Մոնտիր։ Որ մի չկա լավայց։ Որ քաղցր չկա, շատ լավ է։ կուզեք փոխանցել։ Դե բարի ախորժակ, շնորհակալություն։ Շատ համերաշխ։ Դուք աղցանով եք սիրում, հա։ Շնորհակալ ենք, որ մեզ հյուրընկալեցիք։ Դա մենք որքան շնորհակալ ենք։ Շատ հաճելի էր։ Նմանապես, բարի ախորժակ։ Ասենք հիմա ես ընտիր գժական աննկարագրելի աղցանը, որ չլիներ ելակով, այլ լիներ ենթադրենք, ինչ կարելի է փոխարինել ելակը։ Ինչով։ Լիա ուղղակի ելակ չլինի, այն ամեն ինչի ինչ կա, շատ համեղ կլինի։ Ինչ կլիներ, որ անպայման այդ քաղցրը ինչի համար։ Ելակը քաղցր չի այդքան։ Նսկացի, հա, ու համովա։ Լավ։ Շատ համովանում մեջ։ Մենք դուք գնալու եք, մենք մնալու ենք, շատ համեղ է։ Բայց չէ, իհարկե կցանկանամ լսել նաև Այլ տարբերակներ, բարի։ Կասեմ դրան մոտ։ Գեղեցկուհիներ, շատ շնորհակալություն հրաշալի օրվա եւ հատկապես համեղ ուտելիքների համար նունե ռուլետիոնը, ինչպես որոշել էինք անվանել, ուղակի աննման եւ չքնաղեր, շատ համեղ էր, շնորհակալություն։ Իհարկե մենք եկանք ձեզ նկարահանելու հուլիս ամսին, բայց տպավորություն է, որ հեռանում ենք նոյեմբերին, որովհետեւ եղանակը կտրուկ փոխվեց։ Վստահ եմ մեր տրամադրության վրա դա չի անդրադառնալու եւ ձեզ վրա նույնպես որպես օրվա շարունակություն։ Միանշանակ շնորհակալ ենք, որ հյուրընկալվեցիք։ Մենք ենք շնորհակալ, ձեզ լավ օրվա շարունակություն եմ մաղթում, հաջողություն։ Հաջողություն։ Ջանեսյանից չխոսացինք։ Ահ, չի, ես կա ժամանակ Ջանեսյանից բան չենք ասել, չէ՞։ Քասին գոնե Ջանեսյանի էջին հետևին Instagram-ի, Facebook-ի։ Եկեք ասենք։ արդեն ուշ է։ Լավ։ Ասացիք, որ հետև են Ջանազյանի էջին։ Ասել եք, Այո։ հետևում են արդեն։ Իսկ դուք մեր էջերին հետևում եք։ Ուզանենք։ Մեր նկատի ունեմ չէին սպասում։ Ընտանեկան հարցերը թողնենք մի կողմ, լավ։ Չէ, չենք հետևում։ Այս պահից կհետևենք։ Այս մենք երեկվայից ենք հետևում։ Հաջողություն։ Գնացինք Դավիթ։ Արի։ Մտածված է։ Միկրոֆոնն Հաջողություն, շատ շնորհակալություն, ցտեսություն։ Հաջողություն։ Միկրոֆոնը պետք չի իրանց։ Այսմա ինչու՞ միայն միկրոֆոն ռուչկաներ պետք։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։
Мараник. Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта.